Ինչպես որ շատ ու զույգերի առումով
10 տարի սպասել, 12 տարի սպասել ու զավակ ծնվի։ Իսկ այսպիսի դեպքեր բոլորդ գիտեք, ես էլ գիտեմ։ Այն անգամ ամիսներ առաջվա նման դեպքով ես էլ փոխացել։ Հետևաբար սիրելիներ, սպասողների քաջալեր։ Դուք էլ սպասող եղեք, ինչպես որ այս Սուրբ գրայի սուրբերը սպասողներ եղան եւ հարցած։ Չհոգնել սպասելուց։ Սպասելը պարապ նստել չէ, ջղային քայլել չէ, սպասելը երբեմն նաև աղոթական սպասում։ Երբ գիտես, որ ժամանակ ունես, քեզ սիրելի գիրք ես կարդում, չէ՞, այս դեպքում քո սիրելի անձին կարող զանգել կամ աղոթել։ Հետևաբար սպասումը իրենով աղոթքով լեցուն միջավայր է իրենց երկարում, եթե հոգևոր սպասում։ Եվ աղոթքը երբեք անպատասխան չի։ Լավ, հետևաբար այսօրվա տոնը, եթե դիտարկենք սպասման արձակության տոնը, թե Աննան և Հովհակիմը իրենց սպասման հարցը ստացան Աստծուց մեծ այնպես, որ բոլորը խոսեցին դրա մասին և նաև աստվածային մեծ փրկության ծրագրի մեջ մաս ունեցան սպասմանը հավատարիմ լինելու։ Երկրորդը, որ պիտի խոսեմ առաքելության մասին։ Երբ մենք առաքյալներ ենք ասում, մենք 12 առաքյալներին 72 աշակերտներին ենք հիշում, միշտ կարծես բարձր տեղում կանգնած քարոզող մարդու ենք հիշում, չէ՞ որ առաքյալ։ Այսօրվա տոնվող սուրբերը, թե Հովհակիմը, թե Աննան, թե Յուղաբեր կանայք, առաքյալների 10-ին դասվող եւ իրենց տոնը երբ մենք նշում ենք առաքյալների նվիրված երգեր են գրում, շարականներ են գրում։ Անգամ մեծ քարոզը, որ ասում ենք առաքված, որ եկավ Աստծո արքայության ավետիսը բերելու։ Հետևաբար մեզ նոր հայացք է տալիս առաքյալ լինելու ներդերի մասին, որ այս Յուղաբեր կանայք, որոնցից ոչ ոք ավետարանում ոչ մեկի մասին չկա, որ իրենք գնացել եւ քարոզել են, առաքվել են քարոզելու, բայց իրենք առաքյալ են։ Հետևաբար առաքյալ լինել ամեն քրիստոնյայի պարտականությունն է, որովհետեւ մենք էլ ամեն անգամ երբ ասում ենք օրհնյալ եք Սուրբ Հոգու շնորհներով խաղաղությամբ գնալ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ձեզ հետ լինի, ամեն անգամ ասում ենք, չէ՞ սա։ Սուրբ Հոգու շնորհները բազմազան են, ամեն մեկին տարբեր կերպով է Աստված զինում, որովհետեւ վկայի Աստծո։ Դուք բոլորդ նախ եւ առաջ առաքված եք ձեր ընտանիքներ լույս դնելու, եթե դուք ավետարան գիտեք, աղոթել գիտեք, հոգևոր կյանքով եք ապրում, իսկ ձեր ընտանիքի մյուս անդամները չեն ապրում։ Դուք իրենց առաքյալներ եք։ Ոչ թե քարոզելու առումով անընդհատ խոսքը իրենց ականջին մտցնել, այլ վկայության առումով, սիրելու առումով, այնպես ինչպես այս Յուղաբեր կանայք, ովքեր են իրենք։ Առաքյալներ հիշում են ավետարաններում, որ իրենք մանավանդ Գալիլեայից Քրիստոսին հետևած կանայք են, որոնցից շատերը անգամ ազնվական եւ մեծահարուստ ծագման կանայք են։ Անգամ Հազարապետ Եվոք, Հերովդեսի պալատական Ուզայի կինը կար, չէ, այնտեղ կային եւ աստվածավոր հարազատներ, ազգականներ, եւ Քրիստոսի հրաշքը տեսած կյանքը փոխած մարդիկ, ինչպես որ Մարիամ Մագդալենացին եւ մյուսները։ Սողոմեն այնտեղ կար։ Հետևաբար այս բոլոր կանայք ձեր խորհրդանիշն են, նաև ցույց տալու սիրելիներ, որ դուք եք Քրիստոսին ծառայելու կոչվածությամբ առաքվում եք։ Այսինքն, ովքեր են առաքյալ, Քրիստոսի ծառաները, Քրիստոսի խոսքի տարածողները, նախ իրենց անձը խոնարեցրածներն են Քրիստոսի անձի եւ խոսքի առաջ։ Ես առաջ մղածները չեմ, այլ ինչպես դուք ասաց, եղեցին կանք։ Հիշում եք դեպք եղավ, երբ Քրիստոս խիստ խոսեց եւ իրեն հետևողների մի մասը թողեցին ու գնացին։ Անգամ ինքը դիմեց առաքյալներին ասելով, դուք ինչու չեք գնում, եւ Պետրոսն ասաց, ուր գնանք, հավիտենական կյանքի խոսքերով։ Մենք քո հետևից կգնանք։ Այս նույն խոսքերը դիտարկենք նաեւ Յուղաբեր կանանց կողմից ասված, որովհետեւ իրենք մինչեւ խաչ Քրիստոսի հետևից գնացին։ Իրենք չթողեցին Քրիստոսին։ Իսկ այդ դարում մանավանդ կանայք միջից մի քիչ երեսները պիտի պնդացնեին, որ այդտեղ հասնեին։ Մի քիչ լացկանությունը գուցե սրտի արտասուքը մի քիչ պիտի մղել առաջ, որ զինվորներն ասեն լավ, ասա կանանց մի քիչ ոչ շատ խիստ չլինի։ Եվ գային ու գրկեին Քրիստոսի խաչը։ Գային ու նրա խաչի ներքևը լաց լինեին։ Այն արջան, որ առաքյալը
եւ Աստվածամայրը Քրիստոսի առաջ են աճված Քրիստոսի եւ Քրիստոս անգամ պատվել է տալիս, չէ՞։ Ահա քո մայրը, ահա քո որդին։ Եվ հետո այսօր սիրելիներ նաեւ այս յուղաբեր կանանց երկարի մեջ խոսում եկեղեցու բոլոր կանայք։ Ես կուզենամ, որ մեր եկեղեցու մեջ այո միայն լավ էսպես ասեմ, մեծամասնությունը կանայք չլինեն, բոլոր ընտանիքներով, բայց փաստն այն է, որ այսօր մեծամասնությունն են կանայք եւ պետք է որ դուք այս յուղաբեր կանանց օրինակի մեջ ձեզ համար առաքելության հրավեր տեսնեք, ուղերձ տեսնեք, ուղենիշ տեսնեք, առաքված լինեք, ամեն մեկը ձեր միջավայրում, մեկը աշխատում է մի կոլեկտիվի մեջ, մյուսը դպրոցում է, իբրև ծնող է գնում ծնողական ժողով, չգիտեմ ամեն օր հարևանների հետ շփման մեջ է, դուք իրենց իբրև քրիստոնյա լինելու վկայություն տվողներ եւ դա միայն խոսքով չհիշեք։ Ողորմությունն է, սեր կիսելն է, ուտելիք կիսելն է, հարգանքով բարևելն է, այսօրվա այդ որ մենք անում ենք հաճախ ասում տեսեք ինչ քաղաքակիրթ քաղաքավարի մարդ է, քրիստոնյայի կերպար է, ներողություն է ասում, շնորհակալություն է ասում, օգնում է ճիշտ պահին, ինքը սխալվեց առաջինն է ներողություն, դիմացինն է սխալվեց ինքն է ասում ներողություն։ Եվ այս բանի մեջ ես ուրախ եմ նաև տեսնելու եւ մեր քույրերը, որոնք որ այսօր աղոթում են եւ հավատվել են Քրիստոսի անձի շուրջ, իրենց տեսլականում վստահ են, որ ունեն եւ Աստվածը եւ յուղաբեր կանանց եւ իրենց բարեփոխություն պիտի բոլորի համար։ Ամեն։ Երրորդը որ պիտի խոսեմ պատերազմի հաղթելու մասին։ Սա մեր համար մանավանդ 4 տարի եւ նույնը մենք այսպես դեռ ուզում ենք հասկանալ ինչ է, չենք հասկանում ինչ է վերջ, չենք ուզում խորանալ հասկանալը, որովհետեւ ցավից կուզել ուշագրած լինենք, բայց պիտի խոսենք, որովհետեւ մարմնական պատերազմի սկիզբը հոգեվոր պատերազմ։ Մարմնական հաղթականի հիմքը սերմը հոգեվոր պատերազմում հաղթան։ Այսօր ընթերցվեց Հովհաննեսին, այսինքն օտար, բանակին, հրամանատար եղող Հովհաննեսին գլխատած Հուդիթի մասին։ Հուդիթին երբ եկան, ուղղակի քահանայի մասին իշխեց, որ եկավ եւ անգամ ասած դու մեծ մարդ Իսրայելի պարծանքս։ Տերը պիտի քրտի իր ժողովրդին, մեծ հրաշքներ գործեց Աստված։ Եվ մենք տեսնենք, որ ֆիզիկական պայքարի մեջ հաղթելու օրինակ է։ Բայց իզուր չէ, որ Աստվածաշնչի ամեն բան հոգևոր խորհուրդ։ Ամեն ինչ սկսում է տաճարից։ Այս տաճարը չէ, մենք տաճար ենք, չէ։ Եկեք այստեղ մարդ։ Առաջին պատերազմը որ պիտի սկսի ու պիտի հենց հիմա ամեն մեկից մեջ սաստկանա, երբ գալիս են պատերազմի, աղոթքի, ապաշխարության զգացումը, այս մասը կոչվում է ատյան, նշանակում է դատարան։ Մենք գալիս ենք այստեղ մեր խղճի դատարանի առաջ, Աստծո առաջ ասելու Տեր, ոչ մեկ էլ չի տեսել մեղքս, բայց դու տեսել ես, ներիրեց։ Ես եկել եմ չդատել ինձ աշխարհի օրենքով, քո օրենքով ես գիտեմ դատապարտյալ։ Խնդրում եմ ներիրեց։ Այս ատյանում տեղի ունենում չգիտեմ, դաժան ամենաժողովրդի կողմից աններելի մեղքերի ներման պրոցեսը։ Եվ դա մեծ ճիք է պահանջում, որպեսզի մարդը համարձակություն ունենա հաղթելու իր ներսի եսին։ Եվ այդ ժամանակ է, որ Աստված իր միջոցով գործում է եւ հաղթում է նաեւ մեր համայնական եսին սպառնող թշնամի, արտաքին թշնամի։ Սրա համար պատերազմի այս կերպարը, Հուդիթի կերպարը, որ մի սրով պատկերվածքին է, հիշեք նաեւ, ասենք, Մայր Հայաստանի կերպարը սրով։ Ինչքան էլ սովետական շրջանի բանը, մեր մտածողության մեջ մերոնք շատ լավ տեսել են սա, որ այո, այդ ոգևոր սուրն է, լեզվի սուրն է, հավատքի սուրն է, մշակույթի սուրն է, Քրիստոսի անվան սուրն է։ Դրա համար հայտնության գրքում չէ, բերանից ելնող սրի մասին է, որով թշնամին թրապվում է։ Հետևաբար սիրելիներ, մենք կարող ենք հաղթել, թե հոգևոր, թե մարմնական պատերազմում, եթե սկսենք մեր անձի պատերազմում հաղթել։ Սրա համար սիրելիներ, այսօրվա խոնավության օրինակը Հովակիմ եւ Աննայի եւ յուղաբեր կանանց թողնել այս աշխարհի տրամաբանության հարստությունները անուն այդ հարստություն։ Իրենք մեծ կարողություններ ողորմության տվեցին։ Իրենք մեծ բաներ թողեցին Գալիլայում այդ իշխանավորների կանայք, շատեր իրենց ամեն ինչը թողեցին Քրիստոսին հետևելու համար։ Եվ դրա համար իրենք ունեցան ավելի։ Ամենաթանկն ինչ է, կյանքի ցակը ինչ կա,
հավիտենական կյանքը չվերջացող։ Հետևաբար սիրելիներ, մենք այս փոխանակման աղբանի առաջ կշեպքում մեր կյանքն է և մեր հավիտենական կյանքը։ Հավիտենական կյանքի համար այս հոգևոր ուղերձները ձեզ դա վերցեք, ուրեմն հիշենք առաջինը։ Սպասում եմ, չհուսալվել և պայքարել, մնալ սպասման մեջ աղոթքով։ Երկրորդը, դիտել մեզ իբրև առաքյալներ մեր ընտանիքների ու այն միջավայրերի մեջ, որտեղ Աստված մեզ ուղարկում է վկայելու Քրիստոսին թեկուզ առանց խոսքի, և երրորդ, մեր հոգևոր պատերազմում նախ և առաջ անձնապես հաղթել, որպեսզի շնորհ անի Աստված մեր միջոցով գործելու ֆիզիկական պատերազմներում հաղթել։ Իսկ դա չի ուշադրում, կախված է մեր ապաշխարությունից։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն ու սերը ձեզ բոլորիդ հետ լինի։